Բարի ողջույն հարգելիներս։ Նիկոլ Փաշինյանը այցելեց Ստամբուլ, կատարեց իր պատմական առաքելությունը եւ ըստ էության ամփոփեց 100 տարվա հայ ժողովրդի պատմության դիվանագիտական էջերը Թուրքիայի Հանրապետության հետ։ Կարևոր է նաեւ հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը չի, որ պետք է ձևավորի Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի քաղաքական օրակարգը, բայց նա այն անձերից մեկն է, ով հնարավորություն ունի այդ օրակարգին տալ նոր դինամիկա կամ նոր մոտեցումներ։ Ինչով էր այս այցը կարևոր եւ ինչով էր այս այցը ոչ նպատակահարմար հայ ժողովրդի համար։ Առաջինը կարևոր է նրանում, որ 1918 թվականի Հայաստանի Հանրապետության ճանաչման գործընթացը տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության կամ Օսմանյան Թուրքիայի կամ Սուլթանական Թուրքիայի տարածքում եւ եթե չի դավաճանում ինձ հիշողությունս 1918 թվականի սեպտեմբերի 6-ին առաջի անգամ Հայաստանի պատվիրակությունը այցելեց Ստամբուլ եւ Կապույտ մզկիթում տեղի ունեցավ հանդիպում Օսմանի Սուլթանի հետ։ Հաջորդ հանդիպումները Հայաստանի Հանրապետության ղեկավարության 1919-21 թվականին տեղի ունեցել պարբերաբար եւ վերջի հանդիպումը Հայաստանի Հանրապետության ղեկավարության եւ Օսմանյան կամ Հանրապետական Թուրքիայի տեղի ունեցան 1921 թվականին, որից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները դադարեցրեցին իրենց գործունեությունը կամ իրենց քաղաքական հանդիպումները Թուրքիայի Հանրապետության հետ եւ խնդիրը նորից հանդիպումների օրակարգ միջնորդավորված տեղի ունեցան 1950 թվականից հետո խորհրդային միության ֆորմատով, որից հետո առաջի այցելությունը պաշտոնապես Թուրքիա իրականացրեց Վազգեն կաթողիկոս Սրբազանը, նրան նաև ուղեկցեցին այն հուշարձանի մոտ, որը ըստ էության Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հուշարձանն էր, որից հետո անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ղեկավարները Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ պաշտոնական այցով հանդիպումներ է ունեցել Թուրքիայի բարձր ղեկավարության հետ, Ռոբերտ Քոչարյանը ուղիղ հանդիպումներ չի ունեցել, ինչքան ես հիշում եմ, որից հետո ուղիղ հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանը հայտնի հայ-թուրքական արձանագրությունների ֆորմատով, ֆուտբոլային դիվանագիտության ձևով եւ հաջորդը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հանդիպումներն են, որոնցից անկյունակարայինը 2023 թվականի հանդիպումն էր, որպես միջպետական հանդիպում եւ երեկվա հանդիպումը ըստ էությամբ 100 տարվա հայ-թուրքական դիվանագիտության ամփոփումն էր։ Իհարկե մեր հասարակությունը բավականին բացասական վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսի նրա որդեգրած աշխատանքի նկատմամբ եւ դա հասկանալի է, քանի որ նա հանձնել է Արցախը, ինչպես ինքն է ձևակերպում, մենք Արցախը չենք կորցրել, մենք գտել ենք Հայաստանը։ Ինչևէ, դա երկրի ղեկավարը ինքն է, ինչպես կասեր դասականը, մուրճը իր ձեռքն է, մեխը իր ձեռքն ինչպես կուզի, այնպես էլ կաշխատի։ Այս իրադրությունը ինչ որ հիմա կատարվում է, գոնե մեզ, ովքեր որ զբաղվում էին քաղաքականությամբ, հայտնի էր եւ հայտնի էր շատ վաղուց։ Գոնե ինձ հայտնի էր 2000 թվականից, որ նման իրավիճակ է տեղի ունենալու Հայաստանում եւ մենք 2000 թվականին ստանձնեցինք եւ ձևավորեցինք Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը։ Սա պատմական իրողություն է։ Մենք դա գիտեինք, որ Հայաստանի որևէ մի իշխանություն անպայման Թուրքիայի հետ գնալու է ուղիղ բանակցությունների եւ անպայման զիջելու է հայրենատիրության իրավունքի խնդիրները։ 2014 թվականին մենք
ընդունեցինք մեկ իրավական ակտ, որով մենք պնդում ենք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հրաժարվում է ժառանգատիրությունից, այդ հայտարարությունն արել էր Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, քչերն են դա հիշում, բայց դա կարևորագույն ելույթ էր, երբ նա ասաց, մենք լուծելու ենք Արցախի խնդիրը, իսկ Արևմտյան Հայաստանի խնդիրը թողնում ենք ժառանգներին, նոր սերունդներին։ Այսպիսով 2014 թվականին Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվեց հայրենատիրությունից եւ թողեց դա ապագա սերունդներին, Նիկոլ Փաշինյանը ըստ էության հրաժարվեց Արցախից եւ հիմա իր քաղաքական քայլերով փորձում է նաեւ հրաժարվել Արևմտյան Հայաստանից, ինչ ըստ էությամբ իր քաղաքական օրակարգի մասն է կազմում, որը մենք գիտենք, հասկանում ենք։ Հիմա քայլերի այն հերթականությունը, ինչը որ հնարավոր էր անել եւ ինչը որ հարկավոր է անել, բայց չի արվում։ Ցավոք սրտի մեր իրականությունը, հայկական հայ հանրությունը իր քաղաքական գործունեություն կառուցում է ոչ թե իրավունքի վրա, այլ էմոցիաների։ Եվ այդ էմոցիաներով է, որ յուրաքանչյուր քաղաքական հասարակական գործիչ պետք է պարտադիր տապալվի։ 2016 թվականից սկսված կամ մի քիչ ավելի շուտ Հայաստանի բոլոր ազգային կամ ազգային հոգսերով մտող քաղաքական գործիչները տապալվում են եւ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության խնդիրներով զբաղվող քաղաքական գործիչը չի անջատի էմոցիաները իրավունքից եւ իրավունքով չի տանի խնդիրը առաջ։ Սա կարևոր է, որպեսզի մենք իմանանք։ Հիմա ես այդպիսի աշխատանք անողներից մեկն եմ, որտեղ իրավունքը համարում եմ առաջնային խնդիր եւ իրավունքի ձևաչափով է, որ փորձում ենք աշխատանքները տանել առաջ։ Հիմա ես ցույց կտամ մեր աշխատանքի արդյունքները, որը ուղղակի կառուցված էր Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունների բարած քաղաքականության այդ քաղաքականությամբ էր պայմանավորված մեր այդ աշխատանքները։ Մենք հրատարակել ենք երկու գիրք, Հայլիաձև է ցույց տալիս, բայց ոչինչ, կարծում եմ կարողանաք ընկալել։ Առաջի Հանրապետության փաստաթղթերի ժողովածուն է սա, որը հրատարակել ենք 2023 թվականին, աշխատանքները սկսել էինք այս փաստաթղթերի 2021 թվականին, երկար բանակցություններից հետո կարողացանք ՄԱԿ-ի արխիվից ստանալ փաստաթղթերի ժողովածուն։ Ինչով է կարևոր այս գիրքը։ Առաջի անգամ հայ ժողովուրդը յուրաքանչյուր ով որ մտածում է մեր պետության, մեր իրավունքների մասին, հնարավորություն ունի այս գրքի միջոցով ծանոթանալու հայ ժողովրդի իրավունքների մասին, միջազգայինորեն ճանաչված։ Այս իրավունքները ամրագրված են այս գրքի մեջ եւ բոլորը փաստաթղթեր են, ամբողջը։ Դուք նայեք, ցանկացած էջ բացեմ, սրանք փաստաթղթեր են։ Սա Անգլիայի զեկույցն է, այստեղ հեռագրերն են, այստեղ Հայաստանի Հանրապետության փաստաթղթերն են, քարտեզներն են խորհրդային Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, նայեք այս երկու քարտեզները, որոնք դրված են, այս քարտեզնով, որ լուծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքները, ինչի դեմ է այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տրամաբանական չի այս քննարկումը, թե ինչու է ինքը հրաժարվել, բայց տրամաբանական է, որպեսզի մենք հասկանանք, մենք գործ ունենք իրավունքների հետ։ Ցույց եմ տալիս երկրորդ ժողովածուն, սա այսպես ցույց տամ, սա երկրորդ հրատարակությունն է, հարգելիներս, որը ամբողջովին առաջի գրքի թարգմանությունն է եւ այս գրքի ամբողջական թարգմանությունն է, պլյուս ավելացված է բարենրոքումների ծրագիրը, որը նախատեսված է դիվանագիտական արևմտյան դիվանագիտական կորպուսի կողմից։ Ինչով է այս գիրքը կարևոր։ Առաջի հերթին գրքում դրված են բոլոր այն հոդվածները, որոնք գրել են մեր գիտնականները, ակադեմիկները։ Դա շատ կարևոր է։ Երկրորդը
բարենորոգումների ամբողջական փաթեթն է դրված, առաջի անգամ է սրանք ներկայացվում, ինչը հնարավորություն է տալիս ընթերցողին ճիշտ գնահատելու առանց էմոցիաների, առանց որևէ լրացուցիչ մեկնաբանությունների կարդալու եւ տեսնելու, թե ինչպիսին է եղել Հայաստանի Հանրապետության իրական վիճակը այս տարածքում։ Հաջորդը գրքում ներկայացված է Սայսպիկոյի պայմանագիրը եւ այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետության իրավունքների մասը, որոնք որ հստակ դրված են եւ դրված են եղել միջազգային տարածքում։ Մեր քաղաքական էլիտան այս խնդրի նկատմամբ վերաբերմունք չունի, կարծում է, որ հենց այնպես երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հանգամանքների բերումով հայ ժողովուրդը իրավունք ստացավ կատարելու որոշակի քաղաքական աշխատանք։ Հիմա ինչով է սա կարևոր այս գիրքը։ Մենք պետք է կարողանանք իրարից տարբերել իրավունքը եւ էմոցիաները։ Եթե մենք սա տարբերում ենք իրարից, կարողանում ենք հստակ հասկանալ, թե որն է մեր հիմնական նպատակը, գերխնդիրը։ Ցույց եմ տալիս Սայսպիկոյի, տեսեք դրված է, կարևոր է որ դուք իմանաք ինչ է այս գիրքը իրենից պարունակում։ Սայսպիկոն, որտեղ մեր արևմտյան կամ նրանք ովքեր որ զբաղված են Հայաստանի Հանրապետության իրավունքները ներկայացնելու խնդրով, ալարում են, որպեսզի այս փաստաթուղթը ներկայացնեն։ Տեսեք, այս քարտը սա Օսմանյան կայսրությունը, որը բաժանված է մասերի եւ արևմտյան Հայաստանը ինքը գծված է, որը հետո պետք է կցվի կամ տրամադրվի Ռուսաստանին որպես մանդատային տարածք, որը Ռուսաստանը հետո չկարողանա պահի եւ այլն։ Սա գրքի երկրորդ մասն է։ Երրորդ մասը սկսում ենք հայկական հարցը խաղաղության վերաժողովից առաջ, բայց այստեղ կանգնեմ ու ամենակարևորի մասին։ Ուրեմն մենք առաջի անգամ ամբողջապես ներկայացնում ենք հայ ժողովրդի ամբողջական իրավունքը, որտեղ մենք ցույց ենք տալիս ինչպես է ձևավորվել հայ ժողովրդի իրավաքաղաքական փաթեթը, ինչպես է այն հասել մեզ եւ ինչու մենք այն չենք հասկանում։ Ուրեմն գրքում նաեւ դրված է հայոց պահանջատիրության խնդիրը։ Ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքները տարածքային մենք մոտավորապես 1 տրիլիոն դոլարի պահանջ ունենք Թուրքիայից, Թուրքիայի Հանրապետությունից, եւ դա ամրագրված է գրքում, նյութերը շարադրված են։ Այսօր եթե Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը վայր դնի կամ չզբաղվի այս խնդիրներով համահայկական սենատի հետ, ապա քաղաքական տարածքում որևէ մեկը սրանով չի զբաղվում եւ ցանկություն չունեն զբաղվելու, կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ավելի ճիշտ է։ Հաջորդը հայկական հարցը խաղաղության վերաժողովից առաջ։ Սա առաջի պատմական փաստաթուղթն է, որով որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դիմել է Ազգերի լիգային եւ ներկայացրել է իր ամբողջական փաթեթը, ուրեմն փաստաթուղթը ամբողջովին ցույց եմ տալիս վերջի էջը, որպեսզի լավ ընկալենք։ Ուրեմն մեր պատմության մասնագետները կամ նրանք ովքեր իրենց համարում են առաջի հանրապետության մասնագետներ, մշտապես ինֆորմացիան տրամադրում են մի փոքր շեղված, մի փոքր ոչ լուրջ հիմնավորումները։ Առաջինը Հայաստանի Հանրապետության այս առաջի զեկույցը կարդացվել է Փարիզում փետրվարի 12-ին 1919 թվականին։ Մեր որոշ ուսումնասիրողներ տարբեր թվեր են ասում, բայց դա էական չի, փաստաթուղթը ստորագրել են Ավետիս Ահարոնյանը եւ Պողոս Նուբարը։ Այս փաստաթղթով նրանք հայ ժողովրդի պահանջատիրությունը դարձնում են իրավական եւ Ազգերի լիգային ներկայացնում են որպես հիմք մեր ձեր համար, որպեսզի 100 տարի հետո մենք կարողանանք այս խնդիրը բերել քաղաքական օրակարգ եւ ձևավորել մեր պահանջատիրության փաթեթը։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունը դրանով չի զբաղվել, չի զբաղվում եւ հետեւաբար այս խնդիրը քաղաքական օրակարգ բերում ենք մենք։ Ուրեմն
մի քանի տվյալներ ձեզ ասեմ զուտ հետաքրքրության համար։ Ուրեմն ընդհանրապես Թուրքիայում գործող 153 գործարաններից 130-ը պատկանել է հայերին։ Պարզը չէ ինչի մասին է խոսքը գնում։ Առևտրի մեջ ընդհանուր թիվը 166 ներմուծողներ են եղել, որոնցից 141-ը հայեր են, 13-ը թուրք, 12-ը հույն։ Սրանք շատ կարևոր տվյալներ են մասնագետների համար, եւ այս խնդիրները ովքեր որ ցանկանում են իսկապես հասկանալ թե ինչպես է ձևավորվել մեր քաղաքական փաթեթը, այս գիրքը պետք է ունենան, պետք է այս գիրքը դուք գնեք։ Սա Աստվածաշնչից հետո հայի համար երկրորդ գիրքն է։ Դուք սա պետք է ձեր սեղանին ունենաք, որպեսզի կարողանաք ձեր խոսակցությունները կառուցել այնպես, ինչպես որ հարկն է եւ ճիշտ է։ Այս գրքում նաև ազգերի լիգայի բոլոր որոշումներն են հայանպաստ եւ հայակենտրոն։ Ես գրքում տեղադրել եմ նաև որոշակի փաստաթղթեր, որոնք կազմված են հետևյալ տրամաբանությամբ։ Ես ցույց եմ տալիս եւ առաջարկում եմ ձեզ, որ դուք սա գնեք ամուր, շատ սիրուն, պինդ ձեռքում։ Այս գրքից տարբերվում է նրանով, որ սա փափուկ կազմեր, սա արել ենք որպես փաստաթղթեր։ Սա թարգմանություն, որ յուրաքանչյուրը կարողանա հենվել սկզբից օրիգինալի վրա, հետո փաստաթղթերի վրա։ Հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունը, այս Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի Թուրքիայի Հանրապետության հետ բանակցելու այն ֆորմատով, ինչ ֆորմատով, որ ինքը ցանկանում է բանակցել, որովհետև այս հանրապետությունը խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է։ Հայաստան կամ հայ ժողովուրդ, թուրք ժողովուրդ բանակցությունների ֆորմատ չկա։ Կա առաջի հանրապետության իրավահաջորդություն, որը ներկայացնում եմ ես, եւ առաջի հանրապետության իրավահաջորդության ֆորմատով ձևավորված իրավունքներ եւ պարտավորություններ միջազգային տարածքում արդեն ամբողջացված։ Հայաստանի հանրապետության տարածքային իրավունքները միջազգային իրավունքով ճանաչված կազմում է 214,000 քառակուսի կիլոմետր, փաստաթուղթը առկա է գրքում։ Հայաստանի Հանրապետության դե յուրե ճանաչման մասին է խոսքը գնում տարածքային։ Դե ֆակտո ճանաչումը Հայաստանի Հանրապետության ցավոք սրտի 100 տարվա ընթացքում չի լուծվել եւ հիմա Նիկոլ Փաշինյանը որպես խորհրդային միության ժառանգորդ Հայաստանի Հանրապետության դե ֆակտոն, այսինքն 29,800-ը փորձում է դե յուրե դարձնել միջազգային տարածքում, ինչը մերժելի է։ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի դե ֆակտո դե յուրեն միացնելու իրար։ Նիկոլ Փաշինյանը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ իրավունք ունի խոսել միայն Հայաստանի դե յուրե հանրապետության օրակարգից։ Մենք դե մենք այդ երկու օրակարգերի նույնից բանը։ Հայաստանի Հանրապետությունը դե յուրե կազմում է 214,000 քառակուսի կիլոմետր, դե ֆակտո Հայաստանի Հանրապետությունը կազմում է 31,000 քառակուսի կիլոմետր։ Սրանք մեր կարևոր մոտեցումներն են։ Հիմա, բայց Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է 31,000 քառակուսի կիլոմետրից, դա խորհրդային Հայաստանի տարածքային իրավունքներն են։ Եվ այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետը օրակարգ է բերում իր ձևավորմամբ զրոյական կետից է սկսում բանակցային գործընթաց եւ ինքը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր կազմում է 29,743։ Քաղաքական բոլոր այն ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում, ովքեր ցանկանում են որևէ կերպ ազդելու այս քաղաքական գործընթացների վրա, պետք է դիրքորոշվեն։ Նրանք, ովքեր Նիկոլի հետ են կամ Նիկոլ Փաշինյանի հետ են, նրանք որդեգրում են Հայաստանը 29,743 քառակուսի կիլոմետր։ Նրանք, ովքեր խորհրդային Հայաստանի իրավահաջորդներն են իրենց ենթադրում, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հայտարարած, նրանք պետք է հանդես գան մեկ հայտարարությամբ, որ իրենք խորհրդային միությունը ձևավորող Հայաստանի Հանրապետության ժառանգորդներ են, այսինքն 31,000 քառակուսի կիլոմետր է։ Եվ մենք եւ իմ համախոհները մենք ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության առաջի հանրապետության իրավահաջորդությունը դե յուրե 214,000 քառակուսի կիլոմետր, որը իր մեջ ամփոփում է Վիլսոնյան իրավարար վճիռը,
Արևելյան Հայաստան եւ Արևմտյան Հայաստան։ Այսպիսով հայ ժողովուրդը ունի 3 փաթեթ։ Թող որևէ մեկ քաղաքական գործիչ չզբաղվի հայ ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկելով։ Դրանք կլինեն Ռուսաստանի մեր ազգայնականները կամ Ռուսաստանում ապրող մեր հայ հասարակական քաղաքական գործիչները, Եվրոպայում թե Արևմուտքում, յուրաքանչյուրը իր համար պետք է որոշի, թե որ պլատֆորմով է մտնելու քաղաքական գործընթացների մեջ։ Ասեմ, որ միանգամից ձեր համար լինի պարզ, հարգելիներս, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը, ովքեր որ գնալու են վիճելու Նիկոլ Փաշինյանին, նրանք պարտվելու են, որովհետև Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը սպասարկում է գլոբալիստական թևը, իսկ գլոբալիստական թևը ինքը իր մեջ ամփոփում է միայն մնացորդի նկատմամբ իշխանություն ձևավորելու գործիքակազմը։ Ինչ որ մնաց, դրա վրա կառուցվի, դա կլինի վիլայետ, դա կլինի գուբերնիա, դա կլինի մարզպանություն, դա կլինի սանջակ, ինչ անուն ուզում եք դրեք դրան, մնացորդի նկատմամբ որոշակի իրավաքաղաքական մոտեցում, ինչը մերժելի է։ Հիշեք, որ մնացորդով որևէ մեկը չի աշխատում, դա կլինի տնտեսական մնացորդ, քաղաքական, հասարակական, որևէ մի տարածքում մնացորդը որևէ կերպ չի սպասարկվում, դա մերժելի է։ Հետևաբար, այն ուժերը, ովքեր որ հիմա պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, նրանք արդեն մերժված են, նրանք հնարավորություն չունեն որևէ լուրջ փոփոխություններ բերել հասարակությունը։ Մնաց երկու ուղղություն, առաջի հանրապետության իրավահաջորդություն, որը պետք է գործի ազգայնական տարածքում, այլ ոչ թե գլոբալիստական։ Եվ խորհրդային միության ձևավորման իրավահաջորդություն, սա արդեն գլոբալիստական խնդիր է, այստեղ ազգայնականները կարող են ներգրաված լինել, բայց քիչ ձևով։ Պատճառը նրանում է, որ խորհրդային միության ձևավորման փաթեթը դա գլոբալիստական փաթեթ էր, սոցիալիստական ուղղվածությամբ, սոցիալ-դեմոկրատական ուղղվածությամբ, որը այո կարող է լինել, բայց սրա նկատմամբ պետք է քաղաքական ուժերը դիրքորոշում ունենան։ Ես գնում եմ առաջի հանրապետության իրավահաջորդության ճանապարհով, որովհետև Թուրքիան մեզ պարտք է $1 տրիլիոն, Ռուսաստանը մեզ պարտք է 40,000 քառակուսի կիլոմետր, Թուրքիան մեզ պարտք է լրացուցիչ 100,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Սրանք են այդ ուղղությունները, որոնցով որ մենք պետք է աշխատանք իրականացնենք։ Եվ հարգելիներս, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը վերլուծելու առումով բավականին խոցելի է, ես հետևում եմ, բայց տեսեք, Նիկոլ Փաշինյանը մերժում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Եվրոպայի հայ քաղաքական գործիչների ներկայությունը իր ծրագրերի մեջ։ Ինչպես է մերժում։ Տնտեսական ոլորտում առաջին մերժումը արել է Միացյալ Նահանգների հայ մի գործարարի նկատմամբ, ով որ երազգործարանի տարածքում բացել էր բիզնես եւ ավտոմեքենայի բիզնես էր բացել, Նիկոլ Փաշինյանը ստիպեց, որ նա այդ բիզնեսի փակի հեռանա Հայաստանից։ Ուրեմն Միացյալ Նահանգները, երբ որ իր քաղաքացու նկատմամբ անօրեն գործողություններ են կատարվում, Միացյալ Նահանգներն անմիջապես դիմում է, որպեսզի ճշտումներ իրականացնի։ Դա չի արել։ Այսինքն Միացյալ Նահանգները համաձայն է Նիկոլ Փաշինյանի այդ քաղաքականության հետ։ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայում մերժեց Փափազյանին, արգելեց նրա մուտքը Հայաստան։ Դրանով ցույց տվեց Եվրոպային, որ ինքը մերժում է այն քաղաքական գործիչներին, ովքեր որ հակասում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին։ Եվ ամենախոշոր հատվածը դա Ռուսաստանում ապրող ազգությամբ հայ, հոգեբանությամբ հայ, բայց երկար տարիներ ապրած Հայաստանից դուրս գործարարներ են, ում նկատմամբ Նիկոլ Փաշինյանը կիրառում է ռեպրեսիվ ամբողջական գործիքակազմը։ Հայտարարության գագաթնակետներ, երբ որ Հայաստանի Հանրապետությունից աքսորվեցին, գտնվեցին հետախուզման մեջ տարբեր կալիբրի բիզնեսմեններ։ Հաջորդ հայտարարությունը Արա Աբրամյանին որպես Միացյալ Ազգերի կազմակերպության հատուկ
բարի կամքի դեսպան մերժեցին Հայաստանի մուտքը եւ հաջորդ խայտարակությունն արդեն Սամվել Կարապետյանի կալանավորումն է։ Ինչով են սրանք ցուցանիշային։ Նիկոլ Փաշինյանը 3 դաշտերին մերժեց։ Եվրոպային է մերժել, Միացյալ Նահանգներին է մերժել եւ մերժում է Ռուսաստանին։ Մերժում է մի բանաձևմամբ։ Եթե դուք ուզում եք Հայաստանին փոփոխություններ, ուրեմն դուք ընտրական ընտրությունների միջոցով ոչ թե արտահերտ, այլ հերթական ընտրությունների միջոցով վերցրեք իշխանությունը։ Մեր քաղաքական էլիտան այս մի նախադասությունը չի հասկանում, չի ընկալում։ Եվ վեճը տեղափոխվել է այլ տարածք։ Ուրեմն այլ տարածքում բոլորը պարտվելու են հաղթող է դուրս գալու Նիկոլ Փաշինյանը, որովհետև Նիկոլ Փաշինյանին օժանդակում են Եվրոպայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, նաև Թուրքիան է օժանդակում։ Սա պետք է մեր քաղաքական գործիչները հասկանան։ Հիմա Սփյուռքում ապրող 1.5 միլիոն հայությունը, ովքեր ունի ընտրելու եւ ընտրվելու իրավունք, իր համար պետք է որոշում կայացնի։ Եթե իրենք ցանկանում են իսկապես Հայաստանում փոփոխություններ, իրենք պետք է նախապատրաստեն ընտրությունների գործընթաց Հայաստանում։ Հակառակ դեպքում որևէ բան տեղի չունենա։ Ես հերթական անգամ արգելիներս դիմում եմ ձեզ մեկ կարևոր խնդրանքով կամ դիմումով, ինչպես որ կուզեք։ Իմիտացիայի ժամանակներն ավարտվել են։ Ցավոք սրտի մենք 30 տարի զբաղված ենք իմիտացիա անելը, իբրև թե քաղաքական գործունեությամբ ենք զբաղված, իբրև թե մենք ծրագրեր ունենք, այդպես չի։ Ծրագիր ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, լավ թե վատ համաձայն ենք, թե համաձայն չենք։ Մնացածները բիզնես ծրագրեր են։ Այսինքն պետական ծրագիր քաղաքական դաշտը չի բերել, չունի։ Երկրորդ պետական ծրագիրը, որ մենք բերել ենք, սա է։ Նորից ցույց տամ։ Սա պետական ծրագիր է։ Պետական ծրագիր, որը կապ չունի Հայաստանի Հանրապետության ցանկությունների հետ, կապ ունի յուրաքանչյուր հայի գիտակցության հետ։ Եթե հայկական կողմը ցանկանում է փոփոխություններ, ուրեմն ինքը պետք է կարողանա օգտվել իր ունեցած իրավունքներից, որոնք 100 տարվա ընթացքում ֆիքսված են եւ այդ իրավունքները կան, գոյություն ունեն։ Այդ իրավունքներն ամրագրված են այս գրքում։ Եվ ես ձեզ առաջարկում եմ, որպեսզի այս գիրքը դուք ունենաք, սա կարևոր է, այս գիրքը հրատարակվել են այս երկու գրքերը ավելի ճիշտ։ Այս երկու գրքերն իրենք կան, այս երկու գրքերը կարևոր են։ Առաջերտին կարևոր են, որպեսզի դուք իմանաք ինչ իրավունքներ ունեք։ Խնդիրը հետևյալն է, հարգելիներս։ Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ընդհանրապես գործող կողմերը, ովքեր որ կան, խնդիրը պատկերացնում են հետևյալ կերպ։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է իր վրա վերցնել գործառույթներ, որոնք առնչվում են նաեւ Սփյուռքին, առնչվում են նաեւ հայրենատիրությանը եւ հատուցման խնդիրներին։ Սկզբունքորեն դա ճիշտ է, բայց դուք մոռանում եք, որ Հայաստանի խորհրդային հանրապետության իրավահաջորդ այս Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է այդ իրավահաջորդությունից, հետևաբար ժառանգությունից, հետևաբար հատուցումից եւ այլն։ Իսկ ցեղասպանության օրակարգը, դա մեր օրակարգը չի եղել երբեք։ Ցեղասպանության օրակարգը դա խորհրդային միության օրակարգն էր, խորհրդային միությունը դա բերել էր օրակարգ, եւ տեսնում եք, որ այդ օրակարգն էլ չի աշխատում։ Մենք ունենք իրավունքներ, որպեսզի այդ իրավունքները կարողանան կենսագործել, ես առաջարկել եմ Սենատի միջոցով ընտրությունների մասնակցելու հնարավորությամբ ազդել Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքական գործընթացների վրա, մասնակցել ընտրություններին, վերցնել իշխանությունը, փոխել քաղաքական օրակարգ։ Սա պարզագույն մոտեցում է, որով հնարավոր կլինի լուծումներ բերել, բայց կրկնում եմ, որպեսզի խապկանք չառաջանա։ Հայաստանի Հանրապետության քաղաքական էլիտան, ես պայմանական ասում եմ առաջի վագոնի ուղևորները, իրենք համագործակցում են Նիկոլ Փաշինյանի հետ եւ իրենք ցանկություն չունեն փոխելու Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգը։ Երկրորդ վագոնի
մասնակիցները, դրանք Սփյուռքի գործող քաղաքական ուժերն են, կուսակցություններն, որոնք նույնպես ցանկություն չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի փոփոխություն, եւ նրանք նույնպես օժանդակում են Նիկոլ Փաշինյանին։ Մնում է ազատ կամքի կամ ազգային տարածքի գործիչները, ովքեր որ եթե ցանկանում են փոփոխություններ լինի, ապա կարող են օգտվել այս օրակարգից, այլ ճանապարհ չունենք։ Նորից կրկնեմ, ընդամենը 3 մոտեցում կա։ Մնացորդի վրա իշխանություն ձևավորել, սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգն է։ Խորհրդային Հայաստանի իրավահաջորդություն, որը դեռ կրող չունի, եւ առաջի հանրապետության իրավահաջորդություն, որի կրողը ներկայացնողը ես եմ։ Մնացած խնդիրները, հարգելիներս, իրենք կմնան էմոցիաների տարածքում, ինչպես որ մնում են։ Ես շատ ափսոսում եմ, որ Կարեն Կարապետյանը հայտնվել է կալանավորման մեջ, բայց դա Կարեն Կարապետյանի անվտանգության խնդիրն է, Կարեն Կարապետյանի այն մարդիկ, ովքեր պետք է ապահովեն նրա անվտանգությունը, պետք է հասկանային, թե ինչու չկարողացան ապահովելու Կարեն Կարապետյանի անվտանգությունը։ Մայստրո, ես կարծում եմ, թե ինչ ես գրում, հարգելիներս, ողջույններս Նուբար Ասլանյանին, Արևմտյան Հայաստանի հիմնի հեղինակին, անդաստան։ Մայստրո, ես չեմ մոռացել, այդ հիմնը մենք կհնչեցնենք անպայման, բայց ամեն ինչը ժամանակ ունի եւ ամեն ինչը կախված չի միայն մեր ցանկություններից, տեսնում ես ինչ է կատարվում։ Հզոր ուժեր են կպել իրար եւ այդ հզոր ուժերը թույլ չեն տալիս, որպեսզի procesները գնալ ավելի ճիշտ։ Եվ նորից վերադառնամ Սամվել Կարապետյանին, ափսոսում եմ, որ նա գտնվում է Բերդում, բայց իր անվտանգությունն է պատասխանատու դրա համար։ Եվս մեկ անգամ հարգելիներս, ովքեր ցանկանում են այս գիրքը ունենալ։ Գիրքը կա Մոսկվայում, գիրքը կա Եվրոպայում, գիրքը կա Հայաստանում, գիրքն արժի $20 պլյուս նրա առաքման ծախսերը, մոտարապես $30 մասին է խոսքը գնում։ Հարգելիներս, գնեք այս գրքերը, օգնեք ինքներդ ձեզ, նվիրեք այս գիրքը իրար կոնյակի փոխարեն, ծաղկեփնջի փոխարեն, որպեսզի կարողանաք դրանով օժանդակել մնացած խոսակցությունները հայրենասիրության, ինքը ցավոք սրտի հայ ժողովրդի համար չափվում է խորովածի քյաբաբի շշի մեծությամբ։ Այսքանը, լավ եղեք, կապի մեջ, տեսություն։